Ես ընտրությունները լուսաբանում եմ 1991 թվականից, նախագահական ընտրություններից, եւ այդ տարի, որքան ես գիտեմ, լուրջ բաներ բացասական իմաստով տեղի չեն ունեցել։ Իսկ 95 թվականից սկսած ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել վատ բաներ, շատ վատ բաներ, եւ այդ վատ բաների համար պատասխանատուն իհարկե այն ժամանակվա իշխանությունն էր։ Իսկ 2008 թվականին տեղի են ունեցել սարսափելի իրադարձություններ։ Ընտրակեղծարարության ողջ պոտենցիալը, որը կուտակվել է տասնամյակների ընթացքում, այս խորհրդանական ընտրություններում Փաշինյանը լի օգտագործել է վարչական ռեսուրսը, ընտրակաշառքը, մարդկանց խմբերով ընտրատեղամաս բերելը, զորքի քվեարկությունը, շարքով եւ այլն։ Բայց Փաշինյանը շատ լավ հասկանում էր, որ այդ բոլոր գործիքները բավարար չեն իշխանությունը բռնազավթելու համար, եւ նա կիրառեց այլ ավելի ցինիկ, ավելի լկտի գործիքներ վարչապետի աթոռը ուզուրպացնելու համար։ Մի քանի բանի մասին կարելի է խոսել, երկար ցուցակ է, բայց ես առայժմ բերեմ երկու փաստ։ Երբեք չի եղել, որ անդիմության 3 հիմնական թեկնածուները նրանց դեմ հարուցված լիներ քրեական գործ եւ ընտրաշավի ժամանակ ինքամբենտը, այսինքն իշխող թեկնածուն անընդհատ սպառնար այդ իր քաղաքական մրցակիցներին ազատազրկելու, ունեզրկելու եւ այլն։ Ասացեք խնդրեմ, պարոն, ասենք Մերց եւ պարոն Մակրոն, Գերմանիայում եւ Ֆրանսիայում այդպես է, այսինքն գործադիր իշխանության ղեկավարն է որոշում, թե ով պետք է նստի, ով չպիտի նստի։ Եթե այդպես չէ, ինչու եք դուք վերջին ընտրությունները Հայաստանում համարում ժողովրդավարության տրիումֆ։ Երբեք չի եղել, որ ընտրություններից առաջ, մի քանի օր առաջ ձերբակալվեն անդիմության առանցքային դեմքերը։ Ես նկատի ունեմ Արմեն Աշոտյանին եւ Անդրանիկ Թևանյանին, ձերբակալվեն ինչ որ 5 գործերով եւ շինծու որևէ ապացույց չունեցող մեղադրանքներով։ Այդ գործը անպայման կփլվի, բայց պետք է նրանց ձերբակալել, որպեսզի պոտենցիալը, անդիմության պոտենցիալը ինչնի։ Եվ այդքանից հետո լավ լուր է ճակերտներում այն, որ Փաշինյանը այս եւ բազմաթիվ այլ ընտրախախտումներ, կեղծարարություն կիրառելուց հետո չի կարողացել հավաքել 50%-ը։ Լավ լուր է ճակերտներում, դա սև սրտի մխիթարանք է մեղմ ասած։